Ադրբեջանն ազատ է արձակել Բաքվի բանտերում պահվող գերիներից 4-ին՝ Վագիվ Խաչատրյանին, Գևորգ Սուջանին, Վիգեն Էուլջեքչյանին եւ Դավիթ Դավթյանին, ովքեր են նրանք եւ ինչպես են հայտնվել Բաքվի բանտում։ Վագիվ Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին, մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ Գերի էր ընկել 2023 թվականին Հակարի կամրջից, երբ բուժման նպատակով գալիս էր Հայաստան։ Ադրբեջանը նրան ներկայացրել էր մեկ այլ Վագիվ Խաչատրյանի փոխարեն, որը զոհվել է առաջին պատերազմում։ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել այսպես կոչված Խոջալույի ջարդերին մասնակցելու համար։ Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը նրան դատապարտել էր 20 տարվա ազատազրկման։ Վերջին օրերին հաճախ էր խոսվում, որ Բաքվի բանտում պահվող Վագիվ Խաչատրյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի։ Ադրբեջանում նա հոսպիտալացվել էր։ Ի տարբերություն Վագիվ Խաչատրյանի ազատ արձակված մյուս գերիները Բաքվում են 2020 թվականից։ Վիգեն Էուլջեքչյանը գերեվարվել էր 44-օրյա պատերազմի ավարտից մեկ օր անց։ Նա Լիբանանից Հայաստան էր եկել ու մեկնել էր Արցախ։ Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Էուլջեքչյանին պահում էին անմարդկային պայմաններում, որի մասին բազմիցս բարձրաձայնել է նրա կինը ու դիմել միջազգային տարբերատյանների։ Ադրբեջանական կայքերը նրա մասին հրապարակումներ էին արել, պնդելով, թե վերջինս Արցախ է տեղափոխվել ընտանիքի հետ նոր կյանք սկսելու համար, մինչդեռ Վիգենի կինն ու որդին Լիբանանում էին։ Նրա կտանքների մասին հայտնի է մասնավորապես այն, որ ադրբեջանցիները նրա ձեռքին արված խաչի դաջվածքն այրելով հեռացրել են։ 2023 թվականին գերեվարված Գևորգ Սուջանին եւ Դավիթ Դավթյանին Բաքուն դատապարտել էր 15 տարի ազատազրկման ապօրինի զենք զինամթերք կրելու մեղադրանքով։ Սուջանն իր հարցաքննություններում հայտարարել էր, որ վերջինս Արցախում է եղել մարդասիրական նպատակներով։ Նրանց վերադարձի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանն ու հայտնել, որ այս պահին վերջիններս տեղափոխվում են Երևան։ Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակը կայուն է, մնացածին է լավ։ Սեդամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։